Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի Գագարին, Ծաղկունք եւ Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք, զինամթերք եւ թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի ծառայողները քրեական ոստիկանների եւ համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ 11 անձանց բնակության վայրերում կատարեցին խուզարկություններ։ Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց նռնակ եւ փամփուշտներ, Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը թմբուկավոր ատրճանակ, տեղնականաչավուն զանգված եւ կանեփի սերմ, Ծաղկունք գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը կանեփի 22 ցողուն, մոտ 2 կիլոգրամ քաշով, կանեփի սերմ, 620 գրամ կանեփի նմանվող զանգված, նաեւ ավելի քան 11 կիլոգրամ չորացված մանրացված զանգվածներով լցված 32 տարա, իսկ Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։